Մի բան հիշեցնեմ, ես ինչ հիշեցի, երբ ինքը ասեց Սերժ Սարգսյանի նամակը եւս հրապարակել արդեն մի քանի տեղ ու նաեւ մտնում էին նույնիսկ մեկնաբանությունների մոտ իմ մոտն էին օրինակ մտել ինչ որ ֆեյքեր գրել էին հեսա որ նամակը հրապարակի նոր դեմքը կտեին անբանց այս բաներ էին խոսում ես այստեղ երկու անալոգիա ենք հա մենք ստեղ ունեցել ուզում եմ էսի պարզ ասել երկու դեպք ենք ունեցել երբ մարդիկ նախապես անոնս են արել ինչ որ բանի հրապարակում եւ հետագայում այդ հրապարակումը մի դեպքում այդքան էլ չի համապատասխանել ակնկալիքներին, մյուս դեպքում զավեշտ է եղել։ Մեկը խոսքը գնում է այն դեպքով, երբ Սերժ Սարգսյանը ասել էր, որ կհրապարակի ուրեմն Նիկոլի մասին մի բան, որը ցույց կտա իր դեմ ինչ որ չեմ ձևակերպում ուներ, բայց ինչ որ տենց սենսացիոն ինչ որ Ատեղել էսօր կրոտի տարես Նիկոլը։ Չգիտեմ, նայել ես դա կատաստրոֆիկ։ Հիմա տեստ է հարցը որն է, բայց նախագահը պարզաբանեց, ասեց, ու ես շատ լավ հասկանում եմ իրականում իր տեսակետը, բնականաբար կարծում եմ բոլոր ողջամիտ մարդիկ հասկանում են, ինքը ասում է, այն ինչ ես հրապարակել է, այսինքն որ Նիկոլը խոստովանում է, որ ինքը իրան գժի տեղ է դնում բանակցություններում Իմ կարծիքով պետքա որ ավելի սենսացիոն ու ավելի ռեզոնանսային լիներ, քան որևէ սեքսուալ արկած։ Այսինքն այստեղ հասկանալի է մարդու մոտեցումն է որպես պետության կարևորագույն պաշտոններ զբաղեցրած, որ ախպեր մեր այսօր երկրի ղեկի մարդը ասում է որ ինքը իրան գժի տեղ է դնում բանակցություններում։ Դա պետք է իր անկալումով, ես հասկանում եմ էլի, տենց ոնց որ կարողանում եմ իր աչքերով դրան նայել, հա։ Ու երկրորդը արդեն Նիկոլի կողմից ենք ունեցել, եթե կհիշեք, որ ասում էր հեսա մի հատ հասնում եմ, հեսա հասնում եմ, մի հատ այնենց բան հրապարակեմ Հրայր Թովմասյանի մասին, որ վերջ։ Ու գալիս ասում եմ, մի հատ գրի չէր ինձ, այսինքն այստեղ ինքը էլի անամոթության որևէ խնդիր չունի, որ պրոստ հետո հրապարակի այդ նամակը, դա լինի լրիվ պլյուսային նախագահի համար, դրական ազդեցություն ունենա, ինքը ինչ որ մի հատ անհեթեթ մի բան անի ու առասարակ սենսացիա չլինի։ Փայլուն էր ձևակերպել լրագրող Արաքս Մամուլյանը, ֆակտորի, գրել էր սիրտս վկայում է, որ Սերժ Սարգսյանի հրապարակվելիք նամակը գրվել է Հրայր Թովմասյանի հայտնի գրիչով։ Այդ վիճակն է։ Շատ լավ է։